Բարև, Բուն TV-ի մարզասեր հեռուստադիտող եթերում Sport Podcast Թեթանոսի հետի հերթական թողարկումն է։ Այս շաբաթը կարող էր լինել ամբողջությամբ նվիրված ֆուտբոլին, եթե չլիներ հոկեյը։ Եվ քանի որ այստեղ նաև հյուր էինք ունեցել հոկեյի Հայաստանի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին, խոսել բազմաթիվ հարցերի շուրջ, կազմակերպչական եւ դա մինչեւ 4 դիվիզիոնի աշխարհի առաջնության անցկացումն էր, խոստումս պետք է պահեմ եւ մենք պետք է ամփոփենք։ Իհարկե տրամադրությունները այնպիսին չէին, ինչպիսին որ ակնկալվում էին։ Իդեալական տարբերակում հիմա տենց ես պատրաստվում եի հագնել մարզաշապիկը հոկեյի Հայաստանի ազգային հավաքականի, էլի կակնեմ, էլի պատիվ է բերում միանշանակ, բայց մի տեսակ տենց էի տրամադրվել, որ առաջին հորիզոնականն ենք զբաղեցնելու, այդ դրա նախադրյալները կային, ամեն ինչ խոսում էր այն մասին, որ դա տեղի է ունենալու, ցավոք տեղի չունեցավ, ես մի քիչ անտրամադիր գնացի վերջին երկու հանդիպումներին եւ պետք է ասել, որ այդ ամենը ուներ իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները եւ այդ ամենը շրջանցել անհնար է, պետք է խոսենք դրանց մասին, հետո արդեն ֆուտբոլային աշխարհի ամենահետաքրքիր իրադարձությունները կքննարկենք միասին, այնպես որ ժամանակ չկորցնենք ու շարժվենք առաջ։ Այսպիսով ապրիլի 13-ից 19-ը Երևանը ընդունել էր հոկեյի 4 դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որակավորման փուլ, որ հնարավորություն կտար առաջին հորիզոնականը զբաղեցնող ընտրանուն տեղափոխվել արդեն 3-րդ դիվիզիոն, որտեղ որ ըստ էության ասում են, թե ավելի ուժեղ հավաքականներ են հավաքված։ Շատերը պնդում են նաև, որ 3-րդ դիվիզիոնում ընդհակառակը ավելի հեշտ է պայքարել, որովհետև այո կան հավաքականներ, որոնք որ ավանդապես ինչ որ հոկեյ ունեն, սառույցը գիտեն, թե ինչ է առասարակ անգամ այդ երկրներում ձմեռ է լինում, բայց ամեն դեպքում այնպես չէ, որ նրանք անհաղթահարելի մրցակիցներ են եւ շատերը կրկնում են, պնդում էին, որ 4 դիվիզիոնում կան հավաքականներ հանձինս Հայաստանի, Ուզբեկստանի, անգամ որոշները պնդում էին, որ այդպեսին եղել է Իրանը եւ դրա այդպեսին լինելու նկարտումներ ունի նաեւ Քուվեյթը, նրանք կարող են շատ ավելի լուրջ մրցակիցներ համարվել, քան պոտենցիալ այն հավաքականները, որոնք որ տեղ են զբաղեցրել 3-րդ դիվիզիոնում, բայց մենք ցավոք սրտի promote չեղանք 3-րդ դիվիզիոն, դժվար է ասել, թե այնտեղ ինչ տեղի կունենա։ Մեկ բան միանշանակ է, որ Ուզբեկստանը, որը կոպիտ ասած այսուհետ հանդես է գալու 3-րդ դիվիզիոնում, նա այնտեղ կխաղա եւ մենք էլ հնարավորություն կունենանք համեմատելու, հասկանալու 3-րդ դիվիզիոնը առասարակ իրենից ինչ է ներկայացնում։ Քանի որ Երևանը Գեղասահքի եւ տափողակով հոկեյի մարզադպրոցը ընդունել էր աշխարհի առաջնությունը, բոլոր հանդիպումները նույն մարզապալատում տեղի ունեցան, մի փոքր խոսենք եւ փորձենք հասկանալ, թե առասարակ ինչ տեղի ունեցավ եւ տեղի ունեցավ հետեւյալը։ Մենք նախ եւ առաջ խոշոր հաշվով հաղթանակով ենք սկսում 24-3 հաշվով, իդեպ դա մեր ամենախոշոր հաշվով հաղթանակի կրկնությունն էր տարիներ առաջ 2000-ականների սկզբին, ես հիմա չեմ հիշի կոնկրետ տարեթիվը, բայց մենք 21-0 հաշվով հաղթել ենք Վրաստանի ընտրանում, դա մեր հոկեյի Հայաստանի ազգային հավաքականի երբևիցի տոնած ամենախոշոր հաշվով հաղթանակի կրկնությունն էր, նոր ռեկորդ գրանցել չստացվեց, բայց ամեն դեպքում գնդակների տարբերությամբ գոնե գոլերի քանակով, կարճ ասած, երևի թե կարող ենք համարել, որ ռեկորդային էր։ Ամեն դեպքում +21, կրկնում եմ, այն ժամանակ դա Վրաստանի ընտրանին էր, իսկ Վրաստանի հավաքականը հիմա գիտեք որտեղ է, եթե չէ, ապա ասեմ, որ Վրաստանի հավաքականը 2-րդ դիվիզիոնում է։ Եվ նրանք ունեն կանոնավոր առաջնություն, առասարակ թիմային մարզաձևերում ուզում եի ասեի մշտապես, բայց դա էլ ճիշտ չի լինի, բայց եւ սխալ էլ չի լինի։ Այո, նրանք թիմային մարզաձևերում հաստատապես թե ռեգբիում, թե ֆուտբոլում, անգամ նաեւ ջրային պոլոյում պարզապես մեզ համար անհասանելի են թվում։ Միակ մարզաձևը, որտեղ որ թիմային ձևերից մենք այդքան էլ հետ չենք մնում, դեռ ավելին փաստացի հասել ենք նրանց, դա ըստ էության թիմային մարզաձևերի մասին է խոսքը, դա ֆուտզալն է, մեր ֆուտզալի հավաքականը կարողացավ որակավորվել Եվրոպայի առաջնությանը, իսկ օրինակ նույն Վրաստանի ընտրանին դեռևս play-off փուլ է միայն դուրս եկել եւ նա դեռևս հանդիպումներ ունի անցկացնելու, հայտնվելու այդտեղ։
Սա փոքրիկ համեմատական տարածաշրջանային, որն էր կարևոր այդ առումով, որ հերավար խոսակցություններ կային այն մասին, որ Իրանի, որը նույնպես ունի կայացած առաջնություն, կանանց լիգա անգամ, մրցավարական դպրոց եւ այլն, ամեն ինչ կա հոկեյի աշխարհին վերաբերող, նրանք հնարավոր է Հայաստանի հետ միասին հեռանկար ունենան դիտարկելու համատեղ լիգայի ստեղծման եւ առաջնությունը 4 դիվիզիոնի աշխարհի առաջնությունը լավագույն հնարավորությունն էր, որպեսզի այդ հեռանկարը քննարկվեր։ Արդյունքների մասին ճիշտն ասած ես դեռևս չգիտեմ, գիտեմ, որ հյուրեր եղել են մեր հարևան երկրներից եւ ըստ էության այդ ամենը պետք է որ քննարկված լինի։ Արդյունքների մասին կրկնում եմ, դեռևս ոչինչ հայտնի չէ, հետագայում անպայման խոստանում եմ ես կխոսեմ եւ այդ մասին դեռևս մենք անդրադարձեր կունենանք հասկանալու համար առասարակ մեծ հաշվով հայկական հոկեյը ուր կարող է շարժվել, զարգացման ինչ ուղիներ կարող է փնտրել։ Հիմա տեղի ունեցածի մասին։ Երկրորդ տուրում մենք հաղթում ենք ըստ էության առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդին, որը ուժեղացված էր Խոմա ակումբի հոկեյիստներով, նրանք ըստ էության պրոֆեսիոնալներ էին եւ այդ պրոֆեսիոնալ հոկեյիստներով հավաքականին մեր տղաները ուղղակիորեն անձնվեր խաղի շնորհիվ հետխաղային բուլիտներով կարողացան պարտության մատնել, շնորհակալություն Կովալենկոին այնտեղ գեղեցիկ վերջին նետումով մեզ հաղթանակ պարգևելու համար, այդ հաղթական տրամադրությունները տևացին 1.5 օր, հաղթական օրը, հաջորդ օրը հանգիստ էր եւ դրանից հետո Քուվեյթի ընտրանու ժամանակը եղավ, այնպես էր դասավորվել օրացույցը, որ գլխավոր հավակնորդից հետո հանդիպումը ոչ թե ինչ-որ թույլ ընտրանու հետ էր, այլ միջակ ինչ-որ հավաքականի, որին իդեպ նույն Ուզբեկստանը հաղթել էր, եթե չեմ սխալվում, հիշողությունս կարող է ինձ մի փոքր դավաճանել, բայց 13-3 հաշվով էր հաղթել։ Քուվեյթի հավաքականն էլ այդ մասին մի փոքր խոսել ենք, ասեմ կրկնեմ, երևի թե այնտեղ գերմանացի եւ չեխ հոկեյիստներ են հիմնականում խաղում, կային նաեւ արաբական անուններ, նրանք ֆորմալ ինչ-որ մի հատ շապիկ պահել էին, որ ինչ-որ մի բան հուշեր, որ այդուհանդերձ սա Քուվեյթի ընտրանին է։ Դե հիմնականում նաև խորհրդանիշներն պետական կային, բայց դե կներեք, դա էլ չլիներ։ Ինչևիցե, հիմնական թեմային անդրադառնանք, հա, Քուվեյթի ընտրանին հնարավորինս ուժեղ է կարողանալու համար պայքարել նույն Հայաստանի հավաքականի հետ, քանի որ կրկնում եմ, լավ սիրողական մակարդակի հոկեյիստներ են այստեղ հավաքված եւ հենց այդ հանգամանքը ըստ էության պատճառ դարձավ, որ մեր ընտրանին գերբարդ, էմոցիոնալ առումով սպառիչ խաղից հետո չկարողանա տրամադրվել ոչ այդքան ուժեղ հավաքականի, այո, կռվելու ունակ հավաքականի, բայց ոչ ուժեղ հավաքականին արդյունքում օվերթայմում մենք պարտվում ենք։ Պարտվում ենք այն դեպքում, երբ որ խաղի ընթացքում 4 տափողակի տարբերությամբ զիջում էինք եւ կարողացանք այդ ամենը հետ բերել կռվով, պայքարով եւ տպավորություն էր, որ կարծրատիպեր են տղաները կորտրում, հոկեյիստները ամեն ինչ գնում էր դեպի այդ հաղթանակը, վստահ էինք, որ օվերթայմում մենք կհաղթենք եւ տափողակների եւ միավորների տարբերությամբ այդուհանդերձ մենք առաջին հորիզոնականում կավարտենք մեր ելույթները։ Էլ չեմ ասում, թե ինչպես դասավորվեց օվերթայմի այդ հատվածը, այնտեղ մենք մեկ խաղացողի առավելությամբ էինք հանդես գալի, չգիտեմ, ռիսկի գնալ չցանկացավ Վադիմ Գուսկովը գլխավոր մարզիչը եւ ըստ էության մենք չկարողացանք ոչ այդ առավելությունը օգտագործել, ոչ էլ մրցակցի այդ տրամադրությունների անկումը, քանի որ կրկնում եմ 4 տափողակի տարբերությամբ առավելություն ու վերջում դու ոչ ոքի օվերթայմ եւ այլն, հասկանում եք, Քուվեյթն էլ այնպես չէ, որ այդ խաղում ամեն ինչ նրանց մոտ ստացվում էր, վերջում ըստ էության նրանք ամբողջությամբ սպառվել էին եւ պարզապես պաշտպանվում էին։ Այն մարզիկը, հոկեյիստը, որը տուգանվել էր 2 րոպեով, մտնում է սահադաշտ եւ առաջին իսկ հակագրոհի ժամանակ նետմամբ գրավում մեր դարպասը։ Պարտություն եւ դրանից հետո արդեն մեծ հաշվով ամեն ինչ կարելի ասել, որ կանխորոշվեց հետագայում որքան էլ որ մեր տղաները թե Իրանին
թե Ինդոնեզիային խոշոր հաշիվներով հաղթանակներ տոնեցին, բայց դա իրավիճակը չէր փոխում, քանի որ այս պայմաններում մենք մեկ միավոր ավելի քիչ էինք հավաքում, քան առաջին հորիզոնականով ընթացող Ուզբեկստանը։ Շնորհավոր ենք ուզբեկներին, նրանք մարզական աշխարհում հերթական սենսացիան են, սենսացիա չէ, բայց հերթական հաղթանակն են կերտում, քանի որ նրանք ըստ էության վերջին տարիներին երևի թե դարձել են Ասիայի ամենասպորտային ազգերից մեկը։ Նրանք առհասարակ թե ֆուտբոլում, թե ծանրամարտում, առհասարակ ամենուր նրանք ակտիվ են, նրանք հաղթում են, նրանք ուժեղ են, նաև շախմատի օրինակը կարելի է բերել, թե ինչ է այնտեղ կատարվում եւ ինչ է փոխվել ուզբեկների կյանքում, ես կդժվարանամ ասել, ինձ թվում է հարկ է անգամ այդ թեմային մի քիչ ավելի լուրջ անդրադառնալ, թե որքան է հետաքրքիր դա հայ հեռուստադիտողին, ես կդժվարանամ ասեմ, բայց գոնե ինձ հետաքրքիր է, քանի որ մի փոքր ֆենոմեն է ստացվում։ Այդ երկիրը, որը երբևիցե ոչինչով առանձնապես չի փայլել, կրկնում եմ, վերջին տասնամյակի ընթացքում ուղղակիորեն ցածկերով առաջ է գնում, կրկնում եմ, տասնյակ մարզաձևերում, դա մեկ մարզաձև չէ, պատահականություններ չեն, համակարգային շարժ է առաջ, մինչև ուր դա արդեն ժամանակը ցույց կտա, բայց այստեղ եւս փաստացի նրանք եկան, տեսան ու մեզ պարտվելով այդուհանդերձ հաղթեցին։ Մենք գրավում ենք երկրորդ հորիզոնականը, բավարարվում արծաթե մեդալներով։ Ինչն է հետաքրքիր այս առաջնության կազմակերպչական առումով։ Նախ եւ առաջ մենք հասկացանք, որ ավանդապես ոչ այդքան ուժեղ մարզաձևում մենք իրապես կարող ենք ինչ-որ նույն լուրջ մակարդակի մրցաշար ընդունել, որքան էլ որ մարզապալատը ինքը մարզադպրոց էր, այդ մասին եւս խոսել ենք, նստատեղերը սահմանափակ էին, չգիտեմ, կանգնած վիճակում, կքանստած պպզած վիճակում, բայց տրիբունաներն առավելագույնը կարող էին ներկա գտնվել 600 հոգի, լավ է որ կազմակերպիչները հոգացել էին բոլոր այն մարզաձևի սիրահարների խնդիրները, ովքեր որ իրապես ուզում էին դիտել, Երևանում կար 2 ֆանզոն, այնտեղ էլ խաղից խաղ ակտիվություն կար, լուրջ ակտիվություն, Իրանի հավաքականի երկրպագուներն էին հատկապես ակտիվ, դա էլ կարելի է հասկանալ, որովհետև տարվա այս եղանակին Հայաստանում բազմաթիվ իրանցի երկրպագուներ են հավաքված։ Կարճ ասած, հոկեյի առումով մթնոլորտ ապահովելու, միջավայր ապահովելու այդ ջանքերը ապարդյուն չանցան, շնորհավորում եմ այդ առումով կազմակերպիչներին, բայց եւ օրինակ ես գիտեմ անձնական զրույցների ժամանակ, որ բազմաթիվ մանր միջին անգամ մի փոքր մեծ խնդիրներ եղել են, բայց դա նաև նորմալ է։ Նման մրցաշարը հատկապես կրկնում եմ մի մարզաձևում, որտեղ որ տարիներ շարունակ 15 տարի մենք փաստացի հավաքական չենք ունեցել, այստեղ եզրափակիչ կա մրցաշար կազմակերպելու բազմաթիվ խնդիրներ կային, կազմակերպչական հարցեր, հասկանում եք, հիմա էլ արդեն նորմերը շատ ավելի շատ են, պահանջները նույնպես երևի թե շատ ավելի շատ են, միանշանակ, եւ ըստ էության ավելի բարդ է այդ ամենը լրացնել, այդ ամենի պահանջով գնալ եւ պատվով դուրս գալուց զատ պետք է ասել, որ այն մարդիկ, ովքեր որ եկել էին լուսաբանելու, իսկ լուսաբանելու եկել էին թե Իրանից, թե Ռուսաստանից, բազմաթիվ թե լրագրողներ, ովքեր որ ոլորտում մասնագիտական լուրջ գիտելիքներ ունեն եւ անուն հեղինակություն, նաեւ մարդիկ, ովքեր որ այսպես ասած տարատեսակ Telegram-յան, Facebook-յան էջեր ու ալիքներ են վարում, դրանցից մեկի հետ Exotic Hockey էջի ստեղծողի եւ ադմինի հետ խոսեցի, Վիտալի Նեստերովը անդրադարձավ Հայաստանում այս կազմակերպված մրցաշարի բազմաթիվ նյուանսների եւ մի փոքրիկ հատված նրա հետ հարցազրույցի ես առաջարկում եմ միասին դիտենք։ Իրականում սիրում եմ նման հոկեյ, քանի որ ցածր դիվիզիոնների հոկեյը իսկական պայքարի մասին է։ Այստեղ բոլորը համեստ միջոցներ ունեն, բայց միաժամանակ նրանք փորձում են անել առավելագույնը։ Նրանք ունեն հավատ ու ընկալում, որ այն ինչ անում են, դա նպաստում է իրենց երկրներում հոկեյի զարգացմանը։ Հասկանում եք, այդ երկրների մեծ մասը ընդհանրապես հոկեյի մեծ աշխարհի մաս չեն կազմում, բայց միաժամանակ նրանց խաղում կա նվիրվածություն։ Դա շատ հաճելի է։ Շոկի մեջ եմ, թե օրինակ ինչպես է Հայաստանի
քաղաքականը խաղում, նրանք ճախրում են սահադաշտում։ Պարզ է օրինակ, որ նույն Մալազիան, որը մշտապես 4 դիվիզիոնի հետնապահների թվում է, առանձնապես շատ բան չունի ասելու, սակայն նույն հայ հոկեիստների դեպքում, երբ խաղում էին մալազիացիների հետ, անսպասելի շատ լավ տեսք ունեին։ Ուզբեկստանն ու Քուվեյթը երկուսն էլ լավ տեսք ունեին, բայց վստահ կարող եմ ասել, որ ուզբեկներն իրենց ուժերի կեսը գործադրեցին առաջին տուրի խաղում։ Առաջնության մնացած հատվածում վստահ եմ նրանք ավելի ամբողջական տեսք կունենան։ Կանխատեսումներ չեմ ցանկանում անել, թե ով կհաղթի առհասարակ, սակայն վստահ եմ լավ պայքար է սպասվում։ Չեմ ցանկանում փորձել գուշակել, որպեսզի կողմերից որևէ մեկի համար կողմնապահ մարդու տպավորություն չթողնեմ։ Ես Երևան եկա մեկնարկից մի քանի օր առաջ, նախապատրաստական աշխատանքները նոր էին սկսել ու այդ շրջանում իմ տելեգրամյան ալիքի համար շատ կոնտենտ չունեի նկարելու։ Հիմա արդեն ամեն ինչ դարձել է առավել քան հետաքրքիր։ Ինձ դուր եկան գամփրշները, պաշտոնական խորհրդանիշը, անգամ նկարել եմ, թե ինչպես են նրանք հոկեյ խաղում քաղաքի կենտրոնում։ Ամեն դեպքում ինձ որպես լրագրողի ու հոկեյի երկրպագուի համար շատ է դուրս գալիս Հայաստանը։ Իդեպ այս հարցազրույցը մենք ձայնագրել էինք Ուզբեկստանի հետ հանդիպման առաջին մրցափուլից հետո, երբ մեր տղաները դիմանում էին եւ հաշիվը 0-0 էր, նա հակված էր մտածելու, որ որքան էլ մեր տղաները ցանկություն ունեն տնային աշխարհի առաջնությունը նպատակադրված են պաշտպանվել, կարողանալ իրենց պահերը օգտագործել, կարճ ասած, նա որքան էլ գնահատում էր մեր տղաների ջանքերը, այդուհանդերձ կասկածամիտ էր, որ մերոնք կարողանան որևէ բան հակադրել եւ ենթադրում էր, որ անգամ հենց խաղի հիմնական ժամանակում Ուզբեկստանը հաղթելու է, ինչպես գիտենք, դա այդպես էլ տեղի չունեցավ, ավելին օվերթայմին էլ դիմացանք, դու էլ բուլիտներով էլ առավել եւս հաղթանակ տոնեցինք։ Իդեպ այդ թեմայով Վիտալին նաեւ հետխաղյա տենց մի վիդեո տեսանյութ գրեց եւ ասաց, որ ներողություն է խնդրում բոլոր հայ երկրպագուներից, քանի որ նա որքան էլ որ իրեն դուր էր գալիս մթնոլորտը ամեն ինչ կարճ ասած Հայաստանի հայկական հոկեյի վերաբերյալ հյուրասիրության, հյուրընկալության մասին խոսք չկա, այդուհանդերձ նա չէր կարծում, որ մեր տղաները իզորու են նման մրցակցի հաղթահարել եւ պետք է երևի թե ժամանակն է, որ ամփոփիչ ինչ-որ մի բան ասել, մնում է ցանկանալ ըստ էության, որ այս տղաները մնան, լիգան պահպանվի, պետական աջակցությունը որոշակիորեն մեծանա, այս ակտիվությունը պետք է կենսունակ պահել, որպեսի հոկեյը նաև Հայաստանում կենսունակ մնա։ Ինչևից է, մենք պարտվել ենք, բայց այնպես չէ, որ դրանով մենք սպառել ենք հոկեյի մասին խոսելու բոլոր իրավունքները, ոչ, սա լավ փորձ էր, երկրորդ հորիզոնականը պատվաբեր է, երրորդ դիվիզիոնից ինչ որ մեկը էլի կնահանջի, ինչ որ հավաքականներ կավերանան, որոշները անգամ կհրաժարվեն հետագայում պայքարելու հնարավորությունից եւ ցանկությունից, ինչպես օրինակ Մալազիան, որը մշտապես պարզվում է այս դիվիզիոնի վերջին տեղը զբաղեցնող գլխավոր ու հիմնական տեխնացուն է, կարճ ասած այս հավաքականների հետ մենք արդեն մեկ անգամ խաղալու փորձ ունեցանք, տեսանք թե նրանք ինչ կարող են, ինչ չեն կարող եւ ըստ էության պետք է սպասենք այն հավաքականին, որը կնահանջի 4 դիվիզիոն եւ հետագայում մենք կտրամադրվենք հերթական անգամ այս փորձը կրկնելու ու հաջողելու։ Միակ խնդիրը թերևս այն կլինի, որ այդ անգամ արդեն չեն լինի տնային պատերը, երկրպագուները ու աջակցությունը, մեր տղաները երևի թե պարտավոր կլինեն այս հաջողությունը, որը չկարողացան տնային պայմաններում կերտել, արդեն արտագնա ինչ-որ մրցաշարի, այս նույն կոմպակտ մրցաշարի շրջանակներում, ինչ-որ միտեղ արևելքում կամ արևմուտքում կամ ինչ-որ մի երկրում, որը կցանկանա 4 դիվիզիոն ընդունել, չնայած կարծում եմ, որ տղաները դեմ չեն լինի նորից Հայաստանում ընդունել, բայց կրկնում եմ, այս պարագայում նրանց համար շատ ավելի երևի թե հեշտ կլինի, շատ ավելի երևի թե վստահ եմ փորձ նրանք կուտակել են, իսկ փորձը ամենակարևորն է եւ հաղթանակի գլխավոր գրավականը։ Sport Podcast հեթանոսի հետի այս էպիզոդի հերթական անցումը ազդարարում է մեկ բան, որ ժամանակը եկել է եւ մենք պետք է խոսենք ֆուտբոլի մասին։ Ֆուտբոլը այս եթերը կարող էր գրավել ամբողջությամբ, եթե չլիներ հոկեյը, փառք Աստվածներին, ամեն ինչ այնպես է ստացվում մեզ մոտ, որ այլ մարզաձևերին տեղ գտնում ենք եւ ինչպես ձեզ հուշում է այս գլխարկը,
Լիվերպուլը դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի հաղթող։ Այս թեման գլխավորն է ըստ իս անցած հանգստյան օրերի շրջանակներում, երևի թե դրան հավասարազոր է մեկ այլ թեմա, Սուպերկլասիկոն Իսպանիայի գավաթի եզրափակիչում, բայց ես կասեմ, թե ինչու եմ այս թեմային տալիս մի փոքր 1%-ի առավելություն եւ սկսում ֆուտբոլային անցուդարձի քննարկումը հենց Լիվերպուլի հաջողությամբ։ Եվ ահա թե որն է խնդիրը։ Ես շատ եմ հարգում մասնագետների, ակումբների, որոնք որ երկար ժամանակ, չնայած ճգնաժամին, չնայած խնդիրներին, չնայած նրան, որ թվում է թե նրանց ամբողջ այդ ակումբը եւ ամբողջ թիմը կախված է մեկ մարդուց, որի անունն էր Լիվերպուլի դեպքում Յուրգեն Կլոպ, նրա հեռանալուց հետո թիմը կարողանում է միավորվել, թիմը կարողանում է իր առջև դրված դժվարին խնդիրը կյանքի կոչել եւ այն էլ նոր մասնագետի գլխավորությամբ, որի անունն էր այս պարագայում Արնե Սլոթ է։ Նիդերլանդները, հոլանդացի այս մասնագետը փաստացի կարողացավ անել մի բան, որը մեծ հաշվով 99% դեպքերում մասնագետներին չի հաջողվում։ Բարդ է Անգլիայի առաջնությունում առհասարակ որևէ տիտղոս նվաճելը, անգամ եթե դա անգլիական բազմաթիվ գավաթներից մեկն է, Անգլիան ամենամրցակցային, ամենահարուստ, ամենաբարդ, ամենաարագ, արագաուժային, նաև կարելի ասել առաջնությունն է թոփերից, եթե ոչ թոփերից մեկը, ապա երևի թե անգամ թոփը եվրոպական ֆուտբոլում եւ այստեղ իր բարձրունքում է մնում Լիվերպուլը։ Ճիշտն ասած, Լիվերպուլից մի փոքր սպասելիքները շատ էին նաև Եվրոպայում, Չեմպիոնների լիգայում, բայց նրանք այստեղ արդեն պայքարը թողել են։ Անգլիայում, իսկ անգլիական ֆուտբոլը ես հետևում եմ, քանի որ նա ամենասիրվածն է հիմնականում թե աշխարհում, թե երևի նաև Հայաստանում, բայց ես անգլիական ֆուտբոլի մեծ երկրպագու չեմ, ըստ էության պատճառը դրա իմ համար մեկն է, այդտեղ կուտակված են աշխարհի հնարավոր բոլոր մաքուր ու կեղտոտ գումարները, բոլոր նրանք, ովքեր որ կարծում են, որ ֆուտբոլում ասելիք ունեն, տեղափոխվում են միայն եւ միայն Անգլիա։ Ամեն մեծահարուստ, ամեն շեյխ ու սուլթան կարծում է, որ իր գումարների լվացման լավագույն տեղը դա բրիտանական կղզիներն են։ Դե ինչ դա նրանց ցանկությունն է եւ կարելի ասել, որ ֆուտբոլը իր փայլուն հայ գլանցվի տարբերակով ֆուտբոլը Անգլիայում է ծաղկում, թող այդպես լինի եւ այդ տարբերակով ֆուտբոլում լավագույնը Լիվերպուլն է։ Ես որպես երկրպագու, որպես մարդ, որ նայում է Անգլիայի առաջնությունը, ճիշտն ասած, ավելի շատ որքան էլ որ դա տհաճ է ինձ ասել, որպես Տոտենհեմի երկրպագուի, ինձ ավելի ակնահաճո էր Արսենալի խաղը եւ ճիշտն ասած մրցաշրջանի ընթացքում էլ հակված էի մտածելու, որ Արսենալը մինչև վերջին տուրը ձեռնոց նետելու պայքարելու է առաջին հորիզոնականի համար։ Իհարկե ավանդապես Արսենալը դժվար է ասել, որ մինչև վերջ պայքարող ակումբի տենց ինչ որ բան ունի, կերպար ունի, բայց այս Արսենալը Արտետայի գլխավորությամբ, որը ամեն մրցաշրջանին ինչ որ նորություն է կարողանում առաջարկել եւ ստանդարտ այն իր ֆուտբոլը, որը խաղում է մրցաշրջանից մրցաշրջան չի տեղափոխում, այլ կրկնում եմ, դա զարգացնում է նոր նրբություններ, նոր գեղեցիկ կողմեր ավելացնելով, երևի թե նրանց անհաջողությունը Անգլիայի առաջնությունում կարելի է նաեւ բացատրել հաջողությամբ Չեմպիոնների լիգայում, ըստ էության նրանք կենտրոնացրել են ինչ որ մի փուլից իրենց ամբողջ նպատակները Չեմպիոնների լիգայում, Չեմպիոնների լիգայի մասին իդեպ, որը որ այսօր է մեկնարկում մեր եթերից անմիջապես հետո, առանձին մի փոքր էլ կանրադառնանք, այստեղ մեկնարկում է դերևս եզրափակիչից հետո ամենահաճելի ու հետաքրքիր հատվածը միշտ էլ կիսաեզրափակիչ դիմակայությունները Չեմպիոնների լիգայում ամենահետաքրքիրներն են ստացվում, իդեպ ոչ միշտ է որ եզրափակիչներն են հետաքրքիր, եղել են նվազագույն հաշվով եզրափակիչներ, եղել են խաղեր, որոնք որ ոչինչի մասին չեն եղել,
վառ օրինակ է ինձ համար եղել իմ առաջին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որը ուղիղ եթերում դիտել եմ, ամբողջ հանդիպումը Manchester United եւ Բավարիայի միջեւ ոչ մի բանի մասին էր, բայց ոչ լրացուցիչ ժամանակը այստեղ մի քանի րոպեի ընթացքում, որ ավելացրել էր մրցավարը, տեղի ունեցավ ֆուտբոլային աշխարհի հայտնի ամենամեծ կախարդական իրադարձությունը, որ կարելի էր պատկերացնել, եւ դա փակեց ամբողջ հանդիպումը, բայց ամեն դեպքում 90 րոպեների կտրվածքով բազմաթիվ անհետաքրքիր եզրափակիչների ականատեսը մենք եղել ենք։ Իսկ իսկ եզրափակիչները Չեմպիոնների լիգայում հիմնականում ֆանտաստիկ դիտարժան են։ Այդ առումով կրկնվեմ, բացառիկ հետաքրքիր խաղերի ականատեսն ենք լինելու եւ Արսենալը այդ թվում եւս եզրափակիչ մտնելու եւ հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկն է, բազմաթիվ սուպեր համակարգիչներ արդեն հնարավորությունները, որ չափել են եւ Արսենալին տալիս են հաղթանակի ամենամեծ տոկոսը, որքան էլ որ այնտեղ կա օրինակ նույն Ինտերն ու Բարսելոնան, որոնք որ թե եզրափակիչ խաղերում հանդես գալու ավելի շատ փորձ ունեն, թե հաղթելու ավելի շատ փորձ ունեն։ Իդեպ որն է եւս մեկ հետաքրքիր հանգամանք այս կիսաեզրափակիչների շուրջ Արսենալն ու PSG-ն, որոնք որ իրար դեմ են հանդես գալու եւ կիսաեզրափակիչի միջ թևն են ներկայացնում, նրանք երբևիցե չեն հաղթել Չեմպիոնների լիգան, եվրոպական ֆուտբոլի գլխավոր գավաթը, իսկ այնտեղ արդեն Ինտերն ու Բարսելոնան են, որոնք որ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ են դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող, այնպես որ եզրափակիչում միանշանակ մենք ունենալու ենք մի ակումբ, որը երբևիցե իր գլխավերևում չի պահել, ինչպես շատերն են սիրում ասել, նկարագրել այդ գավաթը, եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր այդ զարդը, ականջավոր գավաթը։ Վերադառնալով Լիվերպուլին, հոլանդացի մասնագետ Սլոտը իդեպ առաջին հոլանդացին, որը Անգլիայի Պրեմիեր լիգա է հաղթում։ Հիմա կասեք, ինչ մի երևելի ու կարևոր բան է, որ հոլանդացին դարձել է, հոլանդացի մասնագետները շատ են, նրանցից մեկն էլ անգամ գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականը։ Այո, Հոլանդիան եւ Նիդերլանդները, հոլանդացի ասենք, ազգությանը Նիդերլանդներ երկրին։ Եկեք տես պայմանավորվենք։ Նիդերլանդները Եվրոպայի աշխարհի ամենաֆուտբոլային երկրներից մեկն է։ Այո, այնտեղ կան ֆանտաստիկ մասնագետներ, այո, նրանք հեղափոխական են թե Եվրոպայի, թե աշխարհի մակարդակում նորամուծությունների առհասարակ ֆուտբոլի առաջամարտիկներից մեկն են, որպեսզի այն շարունակի մնա հետաքրքիր եւ զարգացող։ Միանշանակ եւ վերջակետ ըստ էության իմպերատիվ այդպես է։ Եվ շատերը կարող են ասել, դե դեպքում Գևորգ ջան, ինչ իմաստ կա ընդգծելու, որ հոլանդացի մասնագետը դարձել է Անգլիայում գլխավորված իր թիմը նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթը։ Հիմա բացատրեմ։ Կարող է զարմանալի հնչի, բայց Անգլիայի Պրեմիեր լիգայի ստեղծումից հետո երբևիցե որևէ անգլիացի մասնագետ գլխավորած իր ակումբի հետ միասին չի նվաճել Անգլիայի Պրեմիեր լիգային։ Եվ այդ հանգամանք, այսինքն անգլիացի երբեք չի հաղթել, այ օրինակ հոլանդացի հաղթել է։ Կարծում եմ հասկացաք ինչի մասին է խոսքը։ Եվ Լիցն է վերջին ակումբը եղել, որ ունեցել է անգլիացի մասնագետ, այն էլ Պրեմիեր լիգայի ստեղծումից առաջ է հաղթել։ Ես այդ ժամանակ 3 տարեկան էի, առանձնապես շատ բան չեմ հիշում, Լիցի չեմպիոնությունն էլ երևի թե խոսքի մեջ ընդգծվել է շատ ավելի ուշ, երբ որ Բլեքբերնը կարողացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը նվաճել, այդ ժամանակ նոր ինչ որ տենց հերրակա հիշատակումներ, որ վերջերս Լիցը նաև Անգլիայի չեմպիոն էր դարձել, իմ մոտ մնացել են։ Կրկնում եմ, անգամ օրինակ անունը չեմ հիշում, բայց մեկնաբանություններում անպայման կգրեմ, թե ով էր Լիցը գլխավորում։ Ըստ էության ստացվում է տևական ժամանակ Անգլիայում անգլիացիները հաջողության հասնել չեն կարողանում եւ պետք է ընդգծել, որ դա անգլիական ֆուտբոլային նաև մարշչական դպրոցի ճգնաժամի մասին է խոսում, թե հավաքականի մասշտաբով եւ թե ակումբների, ըստ էության նրանք երբևիցե ոչ միտեղ ասելիք չունեն եւ չեն ունենում։ Դա հետաքրքիր հարց է, ըստ էության նաև վկայում է այն մասին, որ տեսական հարցերում անգլիացի մասնագետները այդքան էլ չեն փայլում, նրանք պահպանողական մասնագետներ են,
նրանք սիրում են փորձարկված մածունը ամփորձ թանի հետ չփոխանակել, նրանք մնում են իրենց հին կարծրատիպային պատկերացումներով եւ ըստ էության նրանց գլխավորած ակումբներն էլ համեստ արդյունքներով բավարարվում են Անգլիայի առաջնության միջին հորիզոնականներով։ Եվս մեկ վերջին անդրադարձ անգլիական ֆուտբոլի մասին, թերևս դա այն ակումբն էր, որը ապահովեց Լիվերպուլի հաջողությունն ու հաղթանակը, դա Տոտենհեմն է, որին ես երկրպագում եմ, որը ինտրիգ մտցրեց խաղի սկզբնամասում եւ առաջինը բացեց հանդիպման հաշիվը Anfield-ում 1-0 էր, ինձ մոտ էլ տպավորություն կար, որ ծանր երեկո կապահովի լոնդոնյան ակումբը, բայց այդպես չդասավորվեց եւ 5 գնդակ միանգամից բաց թողեց, արդեն առաջին խաղակեսում անգամ նրանք ըստ էության պայքար առաջարկել չկարողացան, մեկնարկային րոպեների այդ գոլը մնաց։ Միակը հետագայում մի քանի րոպեներ անց իրար վրա միանգամից Տոտենհեմը սենց բոլոր հարցերի պատասխանները տվեց եւ ավելի նահանջեց միտեղ, որտեղ որ պատիվ չէ մեղմ ասած Տոտենհեմին, անգամ իր համեստ արդյունքներով վերջին տասնամյակների ընթացքում այստեղ գտնվելը մեղմ ասած այն չէ, ինչի համար որ հյուսիս լոնդոնյան ակումբը պետք է պայքարի, իհարկե այդ Championship գնալու գոտուց նրանք հեռու են միավորներով, այլ ոչ թե տեղերով, նրանք շատ մոտ են, երկու հորիզոնական ընդամենը բաժանում, բայց միավորների այնպիսի պաշար ունի, որ ըստ էության ոչինչ նրանց չի սպառնում մի քանի խաղել նրանք ինչ որ մի ձև միավոր կվաստակեն եւ կմնան առաջնությունում։ Ինչ է սպասվում Տոտենհեմին։ Երևի թե նրանց ամբողջ հույսը իսկ անգլիական ակումբի հույսը, երբ որ եվրոպական ֆուտբոլի երկրորդ գավաթն է դառնում, դա մեղմ ասած կրկնակի անպատվաբեր է Եվրոպա լիգան է։ Այո, Եվրոպա լիգայում հաջողությունը ինչ որ մի հեռանկար կբացի թե տերերի, թե մարշչի համար եւ թե այդ ամբողջ կազմի համար, որը այս առաջնության կեսից փլուզվեց, չգիտեմ, նրանց մոտ ոչինչ չի ստացվում եւ մեղմ ասած կրկնում եմ, սա ոչ անգլիական ֆուտբոլի պատիվն է, ոչ էլ բոլոր նրանց, ովքեր որ ինչ որ մի ձև հարգում, սիրում ու երկրպագում են լոնդոնյան ակումբներից կոնկրետ այս մեկին Տոտենհեմին։ Այսքանով ամփոփենք եւ ավարտենք անգլիական ֆուտբոլի մասին անդրադարձը։ Անգլիայի Պրիմիեր լիգայից հետո միանգամից գանք արդեն Հայաստան, մեր հայրենի Fastex Premier Liga, Հայաստանի առաջնություն, որտեղ որ տեղի ունեցավ հերթական տուրը։ 27-րդ տուրը մի քանի անակնկալ ու հետաքրքիր արդյունքներ մեզ ապահովեց եւ երևի թե սկսենք վերջնամասից, Նոան կարծես թե բոլոր հարցերի պատասխանները տալիս է։ Նախ եւ առաջ Առաջնության գլխավոր հովանավորի կողմից նա արժանացավ, նա ոչ թե Նոան, այլ Նոան գլխավորող Ռուի Մոտան արժանացավ նախորդ ամսվա լավագույն մարշչի տիտղոսին եւ դա ըստ էության արժանի նվաճում էր, անձնական նվաճում, որի մասին հենց Ռուի Մոտան խոսեց, նաև ընդգծեց, որ դա իհարկե որքան էլ անհատական մրցանակ է, բայց միայն եւ միայն թիմի մասին է, այն անձնակազմի եւ հատկապես տղաների մասին է, ովքեր որ դաշտում պայքարել միավորների ու հաղթանակների համար, դա նրանց մոտ ստացվել է, դա էլ փաստում է նաև մրցաշարի աղյուսակը, որտեղ որ նրանք 67 միավորով առաջին հորիզոնականն են, դեռ ավելին հետապնդողներից էլ ոմանցից մեկ խաղ պակաս են անցկացրել, հսկայական միավորների առավելություն, երկրորդ հորիզոնականից նվազագույնը նրանք ունեն 13 միավորի առավելություն, չեմ կարծում, որ նրանք ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի կերպ կկարողանան կորցնել այս պաշարը, նմանատիպ հեռանկար էր ստեղծվել նախորդ տուրում, որտեղ որ կասկածելի արդյունքի տեսանկյունից կասկածելի դժվարին հաղթանակ տոնեց Նոան, ընդամենը 1 գնդակ եւ Գանձասարը իրոք կարող էր նրանցից միավոր կորզել, բայց դա տեղի չունեցավ եւ հերթական տուրում էլ
շատ անպատիվ եւ դժգույն տեսք ուներ Արարատը, նրանց մոտ մեղմ ասած հատկապես երկրորդ խաղակեսում ոչինչ չստացվեց, այնտեղ նաեւ անձրև սկսվեց, դժվար եղանակային պայմաններ, այդուհանդերձ 3 գնդակ եւ Նոան ըստ էության բոլոր հարցերի պատասխանները այս խաղում տվեց եւ հետագայի համար էլ երևի թե նրանք մեծ հաշվով պատասխանները կտան գալիք տուրերի ընթացքում։ Պայքարում շարունակում է մնալ Արարատ Արմենիան, որը ունի 54 միավոր անցկացրած 25 խաղերում եւ այս հերթական տուրում էլ Նոան, որը դժվարությամբ հաղթել էր Գանձասարին, այն նույն Գանձասարին մրցակցի իսկարկի տակ Արարատ Արմենիան 4 անպատասխան գնդակ ուղարկեց եւ Գանձասարն էլ շարունակում է իր համար արդեն սովորական դարձած այս առաջնությունում իր տեղը զբաղեցնել վերջին օրենսդրականն ընդամենը 3 միավորով, նա այդ 3 միավորն էլ ոչ թե մեկ հաղթանակի մասին է, այլ 3 ոչ ոգու անակնկալ էր իհարկե թափ հավաքած եւ պինդ կորիզի համբավ ունեցող Վանի ոչ ոգին ԲԿՄ-ի հետ խաղում, իդեպ ԲԿՄ-ն, որը հաշվի մեջ առաջինն էր առաջանցել, այդ առավելությունը կորցրեց երկրորդ խաղակեսի վերջնամասում, մեղմ ասած պետք է ընդգծել, որ երկրորդ խաղակեսում տղաները բանակայինները փորձում էին այդ հաղթանակը պահել բարդ մրցակցի հետ խաղում, նրանց մոտ չստացվեց եւ 1-1 Վանը գնում էր հաղթանակի, վերջին րոպեներն էլ շատ կրկոտ էին, շատ հետաքրքիր ու թեժ պայքարում էին անցնում, Վանը ունի ասելիք ըստ էության այս մրցաշրջանում մենակ մեկ մրցանակի համար պայքարում, դա գավաթի խաղարկությունն է, գավաթի խաղարկությունն էլ այս շաբաթ է տեղի ունենալու, Նոային նրանք պարտվել են եւ միանշանակ բարդ կլինի կորցրած հետ բերել, բայց Վահե Գևորգյանի տղաները կրկնում եմ այս մրցաշրջանի ամբողջ ընթացքում միայն եւ միայն շատ ուժեղ կուռ եւ հետաքրքիր ֆուտբոլ ցույց տվող ակումբների շարքում կարելի է նրանց դա ասել, միանշանակ այնպես չէ, որ կարող ես կես ոտքով խաղալ եւ հաղթել նրանց, ոչ, նրանք բոլորի հետ մինչեւ վերջ են պայքարում, կրկնում եմ բոլոր նրանք, ովքեր որ գավաթի խաղարկության շատ հանդիպումներ բաց են թողել, Նոայի հետ պատասխան հանդիպումը իմ խորհուրդը լսեք եւ անպայման դիտեք եւ հերթական միավորների կորուստը նաեւ Ուրարտուի մոտ, այստեղ նրանք 1-1 խաղացին արտագնախաղում ընդդեմ Շիրակի, Ուրարտուն այս առաջնությունում շատ լավ, շատ լուրջ թափ է հավաքել, նրանք հիմնականում երկրորդ հորիզոնականն էին իրենց հետևից ամրագրել եւ այս միավորների կորստից հետո միայն երկու միավորի տարբերությամբ Արարատ Արմենիան դուրս եկավ մաքուր երկրորդ հորիզոնականն, իսկ որտեղ է Փյունիկը դուք կասեք, իսկ ես ասեմ, որ 28-րդ օրի բացման խաղում դժվարին հաղթանակ տոնեց 9-րդ հորիզոնականում գտնվող Վեստ Արմենիայի նկատմամբ 1 գնդակի առավելություն, պետք է ընդգծել, որ Փյունիկը վերջին տուրերի ընթացքում ինքն իրեն նման չէ, առհասարակ այս սեփականատիրոջ փոփոխություններից եւ այնտեղ խնդիրներից շարժերից հետո փոփոխություններից հետո Փյունիկի ամբողջ կազմը եւ թե այն ֆուտբոլը, որ նրանք ցույց են տալիս, մի փոքր մեղմ ասած կաղում է, ոչ թե մի փոքր, այլ շատ լուրջ է կաղում, նրանք դժվարությամբ են կարողանում հաղթել այն խաղերում, որտեղ որ պարտավոր են հաղթել, ինչպես օրինակ այստեղ, հա, Վեստ Արմենիայի հետ, իսկ առհասարակ այն խաղերում, որտեղ որ ուժեղ մրցակիցներ են, նրանք մեղմ ասած այն տեսքը չունեն, որը պետք է ունենային թե այդ հարցերի պատասխանները ով պետք է տա միանշանակ է որ պետք է տա գլխավոր մարզիչը Եղիշե Մելիքյանը կարծում եմ որ պետք է աշխատի իր թիմի հետ, քանի որ Փյունիկը մշտապես եղել է հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը, դե հիմա արդեն միավորների տարբերությամբ մեծ հաշվով նա չի կարող հավակնել առաջին հորիզոնականին, բայց երկրորդ եւ երրորդ տեղերի համար կռիվ տալ կարող է, իսկ այս ակումբը լրջագույն ավանդույթներով է, նաեւ եթե մենք խոսում ենք եվրոպական ֆուտբոլի մասին, նա մշտապես իր տեղն ունեցել է, այնպես որ առաջնության այս վերջին հատվածը, որին որ կա դեռևս 5 տուր, պետք է շատ ուշադիր հետևել գալիք խաղերին, շատ էական նշանակություն միավորների եւ հորիզոնականների տեսանկյունից շատ էական նշանակություն ունեցող հանդիպումներ են մեզ սպասվում։ Առաջնության մասին թերևս այսքանը, կրկնում եմ, առաջին եռյակում, եթե առաջին հորիզոնականում մեծ հաշվով արդեն
մրցակցություն դժվար թե լինի, նոա երկրորդ տեղի համար պայքար հաստատ կռիվ լինելու է Արարատ Արմենիային եւ Ուրարտուին, որոնք որ հավասար 25-ական հանդիպում են անցկացրել, բաժանում է միայն 2 միավոր, եւս երկուսն էլ բաժանում է Ուրարտուին եւ Փյունիկին, կարող է տեսականորեն այս եռյակում քարյակում պայքարին միանալ նաև Վանը, որը Փյունիկին զիջում է 8 միավոր եւ իդեպ մեկ հանդիպում էլ քիչ է անցկացրել, քան Հայաստանի բազմակի չեմպիոնը։ Այնպես որ հայկական ֆուտբոլի երկրպագուներին թեժ եւ հետաքրքիր վերջաբան է սպասվում, բոլորիս է առասարակ սպասվում եւ խորհուրդ եմ տալիս վերջին տուրերին ուշով հետեւել։ Բուն TV եթերում սպորտ ոդքասթ Թեթանոսի հետի հերթական թողարկման վերջին հատվածն է հասել եւ կցանկանամ երկու հետաքրքիր թեմայի անդրադառնալ, դրանցից մեկը վերաբերում է հայկական ֆուտբոլին, բավականին հետաքրքիր մի նախաձեռնություն վերջերս հայտնվեց համացանցում, հաճույքով դիտել եմ վերջնական պրոդուկտը, քանի որ այդ ֆիլմի հետ ուղակի կապ եմ ունեցել, նրա սցենարային հատվածի մասին է խոսքը, Արարատ Արմենիա ֆուտբոլային ակումբի մասին շատ հետաքրքիր ֆիլմաշար է նկարահանվում, որը վերաբերում է հենց ընթացիկ մրցաշրջանին եւ Monk 3 YouTube-յան ալիքում հայտնվեց AA11 Արարատ Արմենիա 11 ֆիլմաշարի առաջին էպիզոդը հետաքրքիր ու նոր անկյունից փորձ է ցույց տալու Հայաստանի առաջնությունը ներքին պայքարը, ներքին խոհանոցը ակումբի, ադմինիստրատիվ աշխատանքը եւ առասարակ այն պայքարը թեժությունը, որ կա իրականում հայկական ֆուտբոլում, բայց մեծ հաշվով հերարցակման կադրից դուրս է մնում։ Այդ ամենը փորձ է արվում մի ակումբի տեսանկյունից ներկայացնել եւ կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր որ սիրում են ֆուտբոլ խաղի բոլոր այն ասպեկտները, որոնք որ չեն վերաբերում մենակ հենց խաղադաշտում այդ 11-11-ի դեմ պայքարին, կարող են դիտել մեծագույն հաճույքով, կրկնում եմ հայկական ֆուտբոլը նման գույներով եւ այս անկյունից մեծ հաշվով երբևիցե չի ցուցադրվել, այնտեղ կա անմիջականություն եւ ինքս կրկնում եմ որպես մարդ, որ այդ պրոյեկտի հետ լուրջ առնչություն ունի, փորձելու ենք հենց ցույց տալ այդ ամբողջ աշխարհը ոչ թե շեշտը դրվելու է խաղերի վրա, արդյունքների վրա, օրացույցային պլանի վրա, ֆուտբոլիստների, այլ նրանց անձնական կյանքի, նրանց ընտանիքների եւ այն բոլոր մարդկանց, ովքեր որ փորձում են ակումբ սարքել, ակումբին տանել դեպի հերթական խաղն ու հերթական հաղթանակը, այնպես որ այդ մեկ էպիզոդը եթե չեք դիտեք եւ մրցաշրջանի ավարտին մոտ արդեն հերթով մենք կդիտենք բոլոր այն մյուս հանդիպումներն ու մրցաշարերը, որոնցում որ Արարատ Արմենիան մասնակցել է, կերտել հաղթանակներ, կորցրել միավորներ եւ այդ կորցրած միավորներից քաղել դառը դասեր, որոնք որ նաեւ օգնել են նրան հետագա խաղերում հաղթել եւ ունենալ ինչ որ հաջողություն Հայաստանի առաջնությունում։ Դա այդ հետաքրքիր պրոյեկտի մասին եւ վերջին խոսքս արդեն ատլետիկայի եւ վազքի մասին է, ոչ մեկ անգամ ես խոսել եմ, որ Երևանում արդեն դասական դարձած ավանդապես անցկացվող վազքի հերթական մրցաշարներից եւ տարվա օրացուցային պլանի առաջին մրցաշարը անցկացվելու է այս տարի մայիսի 4-ին Հրազդանի Գեղատեսիլ կիրճում, շատ հետաքրքիր հատվածում երկու կամուրջի մրցաշար կարելի է այն անվանել, բոլոր նրանք, ովքեր որ ցանկանում են նվազագույնը գալ եւ դիտել, թե ինչպես են մարդիկ առավոտյան գալիս իրենց ընտանիքներով եւ մերձավոր ամենամոտիկ մարդկանց հետ վազում եւ զվարճանում, կարող են գալ նվազագույնը երկրպագել։ Բացատրեմ, թե ինչպես կարող են գալ։ Վստահ եմ Թումոյի այգի գիտեք, այդտեղ ճանապարհ կա, որը իջնում է դեպի կիրճը, երբ այդ ոլորաններով, սերպանտինով իջնում եք եւ հայտնվում եք արդեն կիրճում, մի անգամից այդտեղ ձախ տանող փոքրիկ կամրջակ կա, դա նույն Կիևյանի կամուրջը չէ, այլ դրա ներքևը հենց փոքրիկ կամուրջ, որը տանում է դեպի ձախ, այդտեղից էլ մի անգամից ձախ եք անում, հարմար տեղեր կան բազմաթիվ մեքենան կայանելու համար եւ քայլքով գնում եք մի 200 մետր մինչեւ մեկնարկային գիծը, հսկայական տարածք, մաքուր օդ, հաճելի միջավայր, մայիսի 4-ին բոլորից սպասում ենք նաև եւ ես էլ ինչ որ երկարատև մարզումային այս պլանս ամփոփեցի մեծ հաշվով, սա ինչ որ վերջին շաբաթն է եւ հիմա մեծ հաշվով
մեկ բան կա իմ առջև դրված, դա երևի թե ձեզ էլ պետք է ասեմ, բացահայտելու համար, թե ինչի համար եմ այս ամբողջ ընթացքում ես մարզվել։ Ճիշտն ասած, ցանկանում եմ իմ հեռախոսի մեջ ծրագրի մեջ առկա միակ թրեքինգ արված անձնական ռեկորդը գերազանցել։ Դա 10 կիլոմետրի համար 44 րոպե 40 վայրկյան արդյունքն էր։ Դրանից ավելի լավ վազել եմ, բայց ցավոք այն ժամանակ այդ ծրագիրը չկար եւ դա թրեք չեմ արել, բայց փաստագրված իմ անձնական ռեկորդը, որը ունեմ իմ հեռախոսի մեջ, դա 44 րոպե 40 վայրկյաններ եւ հիմա նախորդ տարվա կեսերից մարզումներս մեկ նպատակ էին հետապնդում, որ այս տարի մայիսի 4-ին 2025 թվականի մասին է խոսքը, ես պետք է այդ ռեկորդը գերազանցեմ։ Չգիտեմ ինձ մոտ կստացվի թե չէ, մի քիչ կասկածամիտ եմ, փորձնական վազեցի, դժվար է ասել, որ անգամ մոտավորապես իմ ցանկացած արդյունքը կարողացա գրանցել, ամեն դեպքում մոտ կլինեմ, մոտ արդյունք ինչ որ կգրանցեմ եւ խոստանում եմ հետագայում գոնե փորձնական ինչ որ 10 կիլոմետր վազել գալիք ամիսների ընթացքում արդեն, երբ որ ավելի ուժեղանամ եւ անձնական այդ ռեկորդս գերազանցեմ, որովհետեւ խայտարակություն է սա արդեն, ճիշտն ասած 7-8 ամիս մարզվել ու չկարողանալ անել այն, ինչ որ ցանկանում ես անել, մի քիչ բարդ է։ Ինձ համար դժվար է տրամադրվել, երբ որ գնում ես արդեն նախապես իմանալով, որ այդ անձնական ռեկորդն անգամ չես գերազանցելու, բայց կփորձեմ։ Գիտեք, կփորձեմ ինչ որ մի բան անել եւ պաշտոնական արդյունքներ, ինչպես նաեւ գեղեցիկ լուսանկարներ ու վիդեոներ արդեն գալիք շաբաթների ընթացքում, երբ որ մրցաշարը տեղի ունենա։ Իսկ դուք շտապեք գրանցվեք կայքում Armenian Marathon-ում, փնտրեք Spring Run-ը եւ եթե ցանկանում եք, եթե չեք ձգի 10 կիլոմետր, օրինակ 5 կիլոմետր մրցատարածությունը հաստատ կարող եք հաղթահարել։ Իսկ կյանքը եւ առասարակ ամեն օրը մեր հաղթահարման մասին է։ Շնորհակալություն, որ Բուն TV եթերում եք, հետեւում եք մեզ, հաջողություն, կհանդիպենք գալիք շաբաթ։